Փոքր համայնք նշանակում է նաև փոքր բյուջե ու խիստ սահմանափակ հնարավորություններ կյանքը համայնքում քիչ թե շատ բարեկեցիկ դարձնելու համար։ 120 բնակիչ ունեցող Ջիլիզա համայնքը եւս այս առումով բացառություն չէ։ 3.5 միլիոն դրամ պետական դոտացիան է, մոտ 1 միլիոն դրամ, ասենք սեփական եկամուտները, հողի հարկ, հողի վարձակալություն, տեղական տուրք, ասենք գույքի վարձակալություն, հիմնականում աշխատողների աշխատավարձ, մի փոքր կարողանում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել, այդպես էլ հիմնականում։ Այդքան մեծ գումարներ տեսակ, որ չկան, որ կարողանանք այդպիսի, ասենք, երևացող փոփոխություններ կատարել բյուջեի հաշվին։ Այնուամենայնիվ որոշ աշխատանքներ արվում են, գյուղի բնակիչներն էլ աջակցում են հարկ եղած դեպքում աշխատուժով, երբեմն էլ նույնիսկ ֆինանսապես, նշում է Ջիլիզայի գյուղապետ Մեհեր Վարդանյանը, իսկ ավելի մեծ աշխատանքներն արդեն իրականացվում են տարբեր ծրագրերով։ 2013 թվականին հրատապ ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանի կողմից 15 միլիոն դրամ է տրամադրվել ջրագծի վերանորոգման համար։ Ջիլիզայում մինչ այժմ շուրջօրյա ջրամատակարարում ապահովել չի հաջողվել։ Ճիշտն ասած, խմելու ջուր կա, ուղղակի ձմռան ամիսներին խիստ պակասում է եւ ամռան այդ շոկ ժամանակները նույնպես ջրի պակաս է լինում։ Սարից մինչև տեղ հասնում դուրս երկար ճանապարհ, սարքում է տրակն է ու հիմնականում մեծ մասը փոխել։ Չի դիմանում էլի ասենք։ Մարզպետարանի կողմից տրամադրված գումարով արդեն վերանորոգվել են ջրընդունիչները, այժմ սակայն աշխատանքները դադարել են, քանի որ տեղանքը բարդ է եւ նախագծային աշխատանքներ իրականացնել առայժմ չի հաջողվում։ Ջուրը գյուղ է հասնում Լալվարի փեշերից, Լալվարի ստորոտում ձյունը նոր է հալվում, իսկ հաճախակի տեղացող անձրևներն էլ ավելի են դժվարացնում աշխատանքները։ Հիմա այս տարի նոր շարունակական է լինելու, ուղղակի եղանակների պատճառով մի քիչ նախագծային աշխատանքները ուշացան, երևի թե մոտ օրերս նախագծային աշխատանքները կարվեն, ու շինարարության աշխատանքների մասին արդեն հետագայում կմտածենք։ Ջրագծի երկարությունը մոտ 10 կիլոմետր է։ Ջիլիզայի գյուղապետը նշում է, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում ջրագծի վերանորոգման աշխատանքներն այս տարի ամբողջությամբ կավարտվեն։ Էմմա Պետրոսյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։